Մենք գիտենք, որ քրիստոնեությունը առաջացել է Հիսուս Քրիստոսից եւ նրա առաքյալներից։ Բայց քրիստոնեական դավանանքը, հավատանքը, դոգման կարելի ասել առաջ է եկել տիեզերաժողովներից։ Իսկ ինչն էր պատճառը, որ գումարվում էին տիեզերաժողովներ։ Տիեզերաժողովները դա համաշխարհային քրիստոնեական երեցների, եպիսկոպոսների, հոգևոր անձանց հավաք էր, որտեղ նրանք ուզում էին պատասխանել ինչ որ հերձվածողության։ Ասելով այդ հերձվածողության մասին, մենք պետք է խոսենք առաջինը եւ ամենակարևորը Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի հոգևոր անձնավորության, հոգևորականի մասին։ Ուրեմն այդ եպիսկոպոս Արիոսը կարդալով Աստվածաշնչյան մի քանի գաղափարներ եկավ այն եզրահանգման, որ հավիտենական Աստված, անսկիզբ եւ անվերջ արարիչը հայրն է, իսկ Հիսուս Քրիստոսը ընդամենը առաջին արարվածը։ Եվ դա լուրջ խնդիր առաջացեց համաշխարհային քրիստոնեության համար։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ կայսրը ցանկանում էր, որ որդին կոչվի նաև Աստված, որովհետև կայսրը նույնպես ուզում էր, որպեսզի նրան դիտարկեին որպես Աստված։ Դրա համար կայսրն էլ միջամտեց, որ այդ տիեզերաժողովները ուրեմն իրագործվեն։ Արիոսը ասում էր Հիսուս Քրիստոսի ավելի ցածր ենթակա լինող տիտղոսի եւ դիրքի մասին։ Եկեք կարդանք։ Կողոսացիներին ուրեմն գրքում Պողոս առաքյալի արտահայտությունը, ըստ որի Արիոսը, այսպես ասած, համարձակություն ստացավ դուրս գալ համաշխարհային քրիստոնեության առաջ։ Կողոսացիս գիրքը Պողոս առաքյալը գրում է Կողոսիայում լինող բնականաբար անդամներին, որոնց ինքը չի բերել եկեղեցի եւ նա չի եղել Կողոսիա քաղաքում։ Այնտեղ ծառայում էր եւ եկեղեցու սկիզբը դրել էր Եփափրասը, սիրելի գործակիցը Պողոս առաքյալի, եւ Պողոս առաքյալը ասում է, որ բոլորս խավարից եկանք լույսի աստվածային փառավոր արքայության մեջ եւ պետք չէ կասկածել դրա մասին։ Կողոսիայում ըստ գրքի մենք տեսնում ենք, որ առաջ են եկել տարբեր գաղափարներ գնոստիկական, որ աստվածապաշտությունը պիտի ինչ-որ գաղտնի ծիսակարգերով եւ Հիսուս Քրիստոսի զոհը ամբողջությամբ չի լրացնում փրկության ծրագիրը։ Դրա համար նրանք պաշտում էին հրեշտակներին եւ մնացած անձանց։ Մենք մյուս գլխում դեռ կխոսենք այդ գաղափարի մասին։ Իսկ Պողոս առաքյալը ցանկանում է ցույց տալ, որ ամեն ինչ ստեղծվել է Հիսուսի միջոցով եւ Հիսուսի համար, ինչպես Հովհաննես ավետարանը ինչը սկսում է իր ավետարանը, որ հենց սկզբից բանն Աստծո մոտ էր, բանն Աստված էր, ամեն ինչ նրանով եղավ եւ առանց նրան ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Ուրեմն 15 համարից մենք կարդում ենք, որ աներևույթ Աստծո պատկերն է ամեն ստեղծվածներից առաջ ծնված։ Որ աներևույթ Աստծո պատկերն է։ Մենք գիտենք, որ Աստված աներևույթ է եւ բնակվում է անանցանելի լույսի եւ կրակների մեջ եւ ոչ մեկ նրան չի տեսել երբեք, ոչ մի արարված նրան չի տեսել։ Նրան տեսել է միայն որդին նրա ծոցում լինող։ Ուրեմն աներևույթ Աստծուն, ուրեմն երևույթ դարձնելով նրան արձաններ, նկարներ շինելով մարդիկ խախտում էին երկրորդ պատվիրանը, որովհետև այստեղ գրված է, որ անեղծ Աստծուն եղծանելի պատկերներ տալով մարդիկ սկսեցին դառնալ այլասերներ։ Այսինքն, ինչպես են մարդիկ Աստծուց գալիս դեպի այլասերություն։ Առաջինը, Աստծուն պաշտող մարդը, երբ սկսում է Աստծուն պաշտել, հոգևոր, անտեսանելի Աստծուն, տեսանելի ձևով, արձանների, նկարների եւ այլն։ Դրանից հետո նա սկսում է պաշտել պարզապես նկարների, արձանների, որի հետևում արդեն կանգնած է սատանան եւ նա դառնում է այլասեր անձնավորություն։ Դրա համար եթե Էփշտեյնների եւ նմանատիպ մարդկանց մասին ինչ որտեղ լսեք, չզարմանաք։ Դա դեգրադացիան է հոգևոր, երբ որ մարդիկ արդեն պարզապես ընկնում են սատանայի ղեկավարության տակ։ Դրա համար գնոստիկների մոտ Աստված աներևույթ հերու
տրանսցենդենտ, հա, այսպեսի բառ կա համաշխարհային, այսինքն գերազանցություն ունեցող շատ հեռու վերացած Աստված։ Ու այստեղ մենք տեսնում ենք, որ Աստված այսպեսի աներևույթ, բայց նրա պատկերը ուրեմն առաջին ծնված էակն է։ Առաջինը պատկերը։ Պատկերը դա իկոնա բառն է։ Այսօր սրբապատկերները, հա, իկոնաներ են։ Ուրեմն առաջին պատկեր ունեցողը Հիսուս Քրիստոսն է։ Պատկեր բառը մենք տեսնում ենք, որ Աստված Ադամ ու Եվային ստեղծեց իր պատկերի նմանությամբ։ Բայց Հիսուս Քրիստոսը հենց աստվածային պատկերն է։ Կա տարբերություն։ Պատկերի նման եւ հենց պատկերը կրող։ Դրա մասին մենք կարդում ենք օրինակ Եբրայեցիս օրինակ առաջին գլխում, որ նրա փառքի լույսը լինելով եւ նրա էության նկարագիրը, որ իր զորության խոսքով ամեն բան կրում է, մեր մեղքերի սրբությունն իրանով անելով, հետո նստեց Աստծո մեծափառության աջ կողմը բարձունքներում։ Ինչի մասին է այստեղ խոսքը, որ աներևույթ Աստծուն, որին հնարավոր չի տեսնել, ինքը բնակում է անմատույց լույսերում եւ նա հոգի է, հնարավոր է նրան տեսնել միայն նրա որդի Հիսուս Քրիստոսի միջոցով։ Էդ էլ բարձեցինք։ Այսինքն մնացած իկոնաները, որոնք մարդիկ կարող են օգտագործել եւ Աստծուն պատկերել, դրանք երկրորդ պատվյանի խախտում են եւ Աստծուն չփառավորում։ Շարունակությունը ամեն ստեղծվածներից առաջին ծնված։ Մենք կարդում ենք արարաթարգմանության մեջ առաջին ծնված գաղափարը։ Երբ բացում ենք գրափար թարգմանությունը հայերենի, տեսնում ենք այնտեղ անդրանիկը։ Այստեղ կա տարբերություն։ Ինչ է անդրանիկը եւ ինչ է առաջին ծնվածը։ Իհարկե, առաջին ծնվածը անդրանիկն է, բայց Աստվածաշնչում կա այսպիսի հետաքրքիր գաղափար։ Ուրեմն Աբրահամը ուներ որդիներ, հա? Աբրահամը ուներ մոտ 8 որդի, աղջիկների մասին չգիտենք, բայց նրա անդրանիկը Իսահակն է։ Իրականում երկրորդն էր։ Իսահակի երկու որդիներից Հակոբ առաջին եւ երկրորդը, ուրեմն Իսահակի երկու որդիներից Եսավը եւ Հակոբը կոչվում է անդրանիկ եւ նա գնում է անդրանիկությունը իր խորամանկության միջոցով։ Երբ կարդում ենք Հակոբի որդիների մասին, մենք կարդում ենք, որ Հակոբը ուներ 12 որդիներ, որոնցից Ռուբենը անդրանիկն էր, բայց անդրանիկությունը նրանից հեռացավ։ Նրա փոխարեն եկավ Հովսեփը, կարդում ենք Ամնացորդաց 5-րդ գլխում, իսկ զորանում էր Հուդան, իսկ հոգևոր անդրանիկությունը վերցնում է Ղևին, այն Աբրահամը հիշում եք, որ 10-րդ տվեց, մենք տեսնում ենք, որ Ղևին հոգևոր անդրանիկությունը վերցրեց, բայց ճշմարիտ անդրանիկը Հովսեփն էր, քանի որ ստացավ երկու բաժինը Մանասեի եւ Եփրեմի համար։ Իսկ Մանասեի եւ Եփրեմի դեպքերում Հովսեփի երկու որդիների մենք տեսնում ենք, որ կար Հովսեփ հայրը, բայց նրա հայր Հակոբը վերցրեց այդ երեխաներին իրեն եւ տեղափոխեց նրանց անդրանիկությունը։ Այսինքն Աստվածաշնչում անդրանիկ ասելով մենք հասկանում ենք տիտղոս, պաշտոն, կարգավիճակ, անուն, ժառանգորդ եւ այլն։ Այսինքն Դավիթի ընտանիքում Հեսեի, հա, նրա հոր ընտանիքում կային 8 որդիներ, 8-րդը Դավիթն էր, որին նույնիսկ չեն կանչել, երբ մարգարեն եկել է որդիներից մեկին օծելու, համենայն դեպս նա կոչվում է անդրանիկը։ Նույնը կարելի ասել նաեւ ուրեմն Սողոմոնի մասին եւ մնացածների, որոնք կոչվում են անդրանիկներ։ Աստվածաշնչում բոլոր փրկվածները կոչվում են անդրանիկներ։ Դա կարդում ենք Եբրայեցիս գրքում, բոլոր փրկվածները անդրանիկներ են։ Այսինքն այստեղ երբ որ կարդում ենք ստեղծվածներից անդրանիկը, նշանակում է Հիսուս Քրիստոսը Աստծո ստեղծվածների անդրանիկն է։ Այսինքն հոր ամբողջությամբ լիիրավ պաշտոնյան համարվում է Հիսուս Քրիստոսը։ Նա է սկիզբը ամեն բանի։ Այսինքն ոչ թե ստեղծվածները ինքը ստեղծեց եւ ինքը առաջին ստեղծվածներ հոր,
Դա սխալ գաղափարն է, որովհետև մենք տեսնում ենք այս անդրանիկ բառը նաև հետագայում, երբ որ ասել է մեռելներից եւ հարություն առածներից անդրանիկ, այսինքն Հիսուս Քրիստոսը անդրանիկն է ամեն ինչում։ Հայտնություն գրքում ելի մենք երբ կարդում ենք անդրանիկ գաղափարի մասին, մենք տեսնում ենք այսպիսի խոսքեր. Հիսուս Քրիստոս հավատարիմ վկայից, որ մեռելներից անդրանիկը եւ երկրի թագավորի իշխանն է, նրան որ մեզ սիրեց եւ մեր մեղքերիցը լվացավ մեզ։ Մեռելների անդրանիկը, տեսնում ենք մենք այս խոսքերը։ Աստվածաշունչում որոշ տեղերում գացա մեռելներից անդրանիկը, շուտով դրան կհասնենք որպես հարություն առած։ Իսկ կա տեղ, որ ասում է մեռելների անդրանիկը, այսինքն բոլորի մահը իր իշխանության մեջ է, ինքնա տիրակալը նաև մահվան եւ հարության։ Մի վախեցիր, ես եմ առաջինը եւ վերջինը, կենթանին եւ ես մեռածը եւ ահա կենթանի եմ, հավիտյանս հավիտենից ամեն եւ ունեմ դժոխքի եւ մահի բանալիները։ Այստեղ Հիսուս Քրիստոսը ասում է. ես եմ առաջինը եւ վերջինը։ Իսկ երրորդ գլխում, երբ մենք կարդում ենք Հիսուս Քրիստոսի մասին, գրված է. սա է ասում ամենը հավատարիմ եւ ճշմարիտ վկան Աստծո արարածների սկիզբը։ Այսինքն Հիսուս Քրիստոսի անուններից մեկն է անդրանիկ կամ առաջնեկ կամ սկիզբ, ոչ թե խոսքը նրա մասին է, որ ինքը սկզբից ստեղծվեց, այլ խոսքը գնում է նրա մասին, որ իրենից սկիզբ առան բոլոր ստեղծագործությունները։ Այսինքն ինքը հավիտենական Աստված է։ Այսինքն երբ կարդում ենք մենք ամեն ստեղծվածներից առաջնեկը, պետք է կարդանք բոլոր ստեղծագործությունների առաջնեկը, որպես պրինց, թագաժառանգ բոլորի։ Վասնզին նրանով ամեն բան ստեղծվեցավ, ինչ որ երկնքում է, ինչ որ երկրի վրա։ Այսինքն Հիսուս Քրիստոսին, երբ նրանք կողոսացիները կարծես թե երկրորդ, երրորդ դիրքում էին ունենում, Պողոս առաքյալը բարկացավ եւ ասում է նա է երկնքում եղողները ստեղծել, նա է երկրի վրա եղողները ստեղծել, ամեն ինչի տիրակալը ինքն է, լիիրավ տիրակալը, երևացողներ եւ չերևացողներ։ Երևացողները դրանք մարդիկ են, այն ինչ որ մենք տեսնում ենք։ Չերևացողները դրանք ինչերն են։ Աթոռները, տերությունները, պետությունները, իշխանությունները, ամեն բաները նրանով եւ նրա համար ստեղծվեցին։ Այսինքն Հիսուս Քրիստոսը լինելով երրորդության անդամ ոչ թե ստեղծեց հոր համար, ինչպես որ ոմանք կարծում են, այլ ինքը ստեղծեց իր համար մարդկությունը։ Այսինքն երրորդությունը ստեղծագործությունը արեց իր համար, ոչ թե ինչ որ մեկի համար։ Նպատակը ինքն էր ամբողջ ստեղծագործության։ Իսկ ովքեր են այս աթոռները, տերությունները, պետությունները, իշխանությունները, մենք դեռ կարդանք երկրորդ գլխում եւ եթե մենք բացում ենք Եփեսացիս 6-րդ գլուխ, տեսնում ենք այստեղ դևերի մասին է խոսքը գնում, այս աշխարհի աշխարհակալները, չար հոգիները, երկնավորներում բնակվողները։ Այս էլ բարձեցինք, ովքեր են պետությունները, իշխանություններն ու աթոռները։ Սրանք հրեշտակներ են։ Այսինքն Աստված ստեղծեց չերևացող հրեշտակներին եւ ստեղծեց Հիսուս Քրիստոսը 17 համարում։ Եվ նա ամենից առաջ է, ամեն բան նրանով է հաստատ։ Նա է մարմնի, այսինքն եկեղեցու գլուխը, նա է սկիզբը, այս տեսակ է անունը Հիսուս Քրիստոսի, նա է սկիզբը։ 5 տակարանում մենք կարդում ենք Աստծո մասին, որ նա ամենասկզբիցն է, նա է սկիզբը, նա է ալֆան եւ օմեգան։ Դա չի նշանակում, որ ինքը առաջինն է եւ վերջում ինքը պիտի մահանա։ Երբ որ Աստծո մասին խոսում ենք ալֆա եւ օմեգա հասկացողություններ, մենք չենք հասկանում, որ նա առաջինը ստեղծվել է կամ ծնվել եւ վերջինը պետք է մահանա։ Իհարկե, այս գաղափարի հետ կապված 3-րդ, 4-րդ դարերում եկավ գաղափարը, որ Հիսուս Քրիստոսը ծնված է եւ ոչ ստեղծված։ Այսինքն ամենասկզբում հավիտենության մեջ ծնվել է հորից, բայց չի ստեղծվել հորից։ Իհարկե, դա էլ է բառախաղ, մենք հասկանում ենք, որ ծնվածը ուրիշ նշանակություն ունի, ես ունեմ դրա մասին թեմաներ, թե ինչ է նշանակում Հիսուս Քրիստոսը ծնված է, եւ երբ է ինքը ծնվել եւ կատարել ծննդի մարգարեությունը ի կատարածել։ Մեռելների անդրանիկը, Հիսուս Քրիստոսն է մեռելների անդրանիկը։ Ինչ ենք մենք հասկանում։
կամ մեռելների անդրանիկ, կամ մեռելներից անդրանիկ, համարյա նույն բանն է, նշանակում է ով առաջինը մահացավ եւ հարություն առավ։ Ինչ է դա նշանակում։ Կորինթացիս գրքում, երբ մենք կարդում ենք Հիսուս Քրիստոսի հարության մասին, մենք կարդում ենք, որ եթե Հիսուս Քրիստոս հարություն չի առել, ուրեմն ամեն ինչ իզուր է։ Եթե Հիսուս Քրիստոս հարություն չի առել, ունայն է ձեր հավատքը եւ դեռ ձեր մեղքերի մեջ եք։ Ինչի համար։ Որտեղ Հիսուս Քրիստոսը պետք է հարություն առնի, պիտի մտնի սրբարան, պիտի քահանայություն անի, բարեխոսություն անի, որպեսզի ժողովուրդը փրկվի։ Եթե դա չի եղել, ուրեմն ամեն ինչ սուտ է։ Ուրեմն նրանք որ Քրիստոսում ննջեցին կորան։ Այսինքն, եթե Հիսուս Քրիստոսը փրկություն չի իրագործում իր հարությամբ, նշանակում է բոլոր մահացածները կորան, պարզապես մահացան եւ կորան։ Էլ չկա իրանց համար փրկություն։ Եվ միայն այս կյանքում ունենք հույս Քրիստոսի վրա, ամեն մարդկանցից ավելի ողորմելի ենք, բայց հիմա Քրիստոսը հարություն է առել մեռելներից, ինքը ննջեցյալների առաջնեկը եղավ։ Այսինքն, բոլոր ովքեր ննջել են, քնել են, Հիսուս Քրիստոս եղավ առաջնեկը։ Ինքն է առաջինը, ով ննջեցյալներից հարություն է առել։ Ուրեմն, որովհետև մարդով եղավ մահը, այնպես էլ եղավ հարությունը եւ առաջին կարգում ուրեմն Հիսուս Քրիստոսն է հարություն առնում եւ դրանից հետո Հիսուս Քրիստոսի գալստյան ժամանակ բոլոր քրիստոնյաները։ Երախայրին դա է։ Երախայրի տոնը այն էր, որ ուրբաթ օրը զատիկ էին անում, շաբաթ օրը սկսում էր բաղարջակերած այդ հանգստի շաբաթներ, կիրակի օրը մեկ հիշում եք երախայրի այդ գարու հասկերի թափահարումը, որը նշանակում էր Հիսուս Քրիստոսը ուրբաթ օրը մահանալու է, կիրակի օր հարություն առնի։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ առաջին պտուղը Հիսուս Քրիստոսն է եւ դրանից հետո պիտի հարություն առնեն մնացածները։ Ովքեր են հին կտակարանում հարություն առել կամ ովքեր են Հիսուս Քրիստոսից առաջ հարություն առել։ Առաջինը մենք կարդում ենք Եղիայի դեպքը, թե ինչպես նա մի պատանու հարություն տվեց 3-րդ թագավորաց 17-րդ գլխում։ Երկրորդը Եղեսեի մասին։ 4-րդ թագավորաց 4-րդ գլխում տեսնում ենք ինչպես է հարություն տվել այդ երեխային։ Ուրեմն մենք հիշում ենք մի անձնավորության ում թաղելու ժամանակ գցում են Եղիսեի փոսի մեջ 4 թագավորաց 13-րդ գլխում եւ ինչպես է նա հարություն առնում։ Մատթեոս 5-րդ գլխում կարդում ենք Հարիոսի դստեր մասին։ Ղուկաս 7-րդում Որբևայրի որդու մասին։ Հովանես 11-րդ գլխում կարդում ենք ուրեմն Ղազարոսի մասին։ Մատթեոս 27-րդ գլխում մենք կարդում ենք ուրեմն Մատթեոս շատ սուրբերի մասին, որոնք նույնպես հարություն առան եւ մտան արքայության մեջ։ Նաեւ մենք տեսնում ենք Մովսեսին, որը ոչ թե տեսիլքով, այլ իսկապես Եղիայի հետ երկնքից եկել էր Աստծո արքայությունից, եկել էր Հիսուս Քրիստոսի մոտ։ Շատ տարօրինակ պատմություն, իհարկե չենք հավատում մենք տարբեր ավանդությունների, բայց Հիսուս Քրիստոսը Աստվածաշունչը ներկայացնում է Մովսեսին ինչպես հարություն առած անձնավորության։ Մենք կարդում ենք ինչպես Աստված թաղեց Մովսեսին եւ դրանից հետո ոչ մեկ չգտավ նրան, մենք տեսնում ենք Հուդա 9-ում, թե ինչպես նրա մարմնի համար վեճը դա հարության գաղափարն է, մարմնի համար խնդիր առաջացավ եւ արդեն Մովսեսին մենք տեսնում ենք, որ ինքը պիտի գա, երկու վկաներ պիտի լինեն Մաղաքիայում, հայտնությունում, որ Եղիան ու Մովսեսն են։ Մեկը մահացած հարություն առած, իսկ մեկը ուրեմն երկինք բարձրացած կենդանի։ Հետևաբար, ինչեր ենք մենք այստեղ տեսնում, որ Հիսուս Քրիստոսից առաջ հարություն են առել տասնյակ մարդիկ։ Միայն 6-7-ի մասին մենք ասեցինք։ Տասնյակ մարդիկ հարություն են առել, բայց Հիսուս Քրիստոսը կոչվում է առաջնեկը։ Առաջնեկը, որտեղ իրենով է բոլոր հարությունները։ Առաջնեկը։ Հաջորդը առաջնեկը։ Ինչի համար առաջնեկը։ Որովհետև նրանով է նա մահացավ երկրորդ մահով, այսպես ասած, հավիտենական մահի համար, մեղքի անեծքի համար եւ հարություն առավ եւ փրկության ճանապարհը ուրեմն բացեց բոլորի համար, հաշտություն բերեց ուրեմն համայն մարդկության համար։
Դրա համար նրա հարությունը դա ուրիշ կատեգորիա է, այսպես ասած, նրա հարությունը դա ուրիշ բան է։ Դրա համար չի կարելի սովորական հարությունը համեմատել Հիսուս Քրիստոսի հարության հետ, որտեղ նա ինքը լուծեց մահվան կապանքների եւ դուրս եկավ։ Դրա համար ամեն հարցում առաջին ծնված, առաջին հարություն առած, առաջին մահացած Հիսուս Քրիստոսն է եւ նրանով է։ Հիսուս Քրիստոսի նույնիսկ մահը աշխարհի սկզբից հետ է մահացած եւ մորթված անձնավորությունն է։ Դրա համար նրանք, ովքեր ասում են Անդրանիկ նշանակում է առաջին ստեղծված, նրանք նաեւ պիտի հասկանան, որ Անդրանիկ մեռելներից դա Հիսուս Քրիստոսն է, այսինքն առաջին մահացածը չէ Հիսուս Քրիստոսը, մինչև այդ մահացել են հազարավորներ, սկսած Արթար Աբելից եւ այլն, որովհետեւ Աստված հաճեց, որ նրանում աստվածության բոլոր լիությունը բնակվի։ Հիսուս Քրիստոսում բնակվում է աստվածության ամբողջ լիությունը։ Ինչ որ խնդիր էր առաջացել Կողոսիայում, եւ հիմա Պողոս առաքյալ ասում է. ոչ, ամբողջովին որպես արարիչ, որպես Անդրանիկ տիրակալ տիեզերքի Հիսուս Քրիստոսը ամբողջ լիություն ունի եւ պաշտամունքի արժան է։ Եվ նրանով ամենը հաշտեցին է իր հետ, խաղություն անելով նրա ձեռով նրա խաչի արյունով, թե երկրից վրա, թե երկնքում լինողներին։ Ինչ այստեղ կատարվում։ Հիսուս Քրիստոսը կարողացավ երկնքում լինողների եւ երկրի վրա լինողների միավորի մեկ։ Նաեւ մենք երկրորդ գլխում կտեսնենք, թե ինչպես նա կմիավորի հեթանոսներին եւ ոչ հեթանոսներին, թլպատությունը եւ անթլպատությունը կմիավորի, այսինքն տիեզերքում ինքը տիրակալ է եւ արարիչ։ Ինչպես տիեզերքում նա արարեց երևացողների եւ չերևացողները, որոնք մենք հավատքով ընդունում ենք, որ Աստված է ստեղծել, նաեւ նա է մարմնի գլուխը, այսինքն նա ստեղծել է եկեղեցին։ Նա է մարմնի, այսինքն եկեղեցու գլուխը, նա է սկիզբը, մեռելների Անդրանիկը, մենք տեսնում ենք իր հարությամբ, նա ստեղծում է մի մարմին, որի գլուխը ինքն է։ Փիլիսոփայության մեջ շատ է հանդիպում գլխավորը, ղեկավարը որպես գլուխ հասկացողություն։ Առաջին աստվածաշունչում նույնպես գլուխը։ Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, այնտեղ սկզբում բառի փոխարեն մեզ համար գրված է գլուխ հասկացողություն, այսինքն գլխավորը։ Դրա համար, երբ մենք հաջորդ անգամ երբ լսեք Հիսուս Քրիստոսը առաջին ծնվածն է, Անդրանիկն է, մենք հասկանում ենք սա այնպես, որ Հիսուս Քրիստոսը աշխարհ եկավ, չգիտեմ, որ 100,000 միլիոն երրորդը, այս աշխարհ եկավ Հիսուս Քրիստոսը։ Նրա մահը միլիոնավոր մահերից հետո էր, նրա հարությունը տասնյակ մարդկանցից հետո, բայց Հիսուս Քրիստոսը կոչվում է առաջին ծնված, առաջին մահացած եւ առաջին հարություն առած մարդը, էակը, որը ստեղծել է տիեզերքը, որը ստեղծել է երկիրը եւ որը երկրի վրա իր մահով ստեղծեց եկեղեցին, որի մարմնի օրգաններն ենք մենք։ Թող Աստված օրհնի մեզ, ոչ մի այսպես ասած հերձվածողական գաղափարներ չկան մեր մոտ, որտեղ ասում է, որ շնորհք լինի ձեզ եւ խաղաղություն Աստված մեր Հորից եւ Տեր Հիսուս Քրիստոսից։ Հիսուս Քրիստոսը Տերն է բոլորիս։ Եվ Պողոս առաքյալը մի ուրիշ տեղ ասում է նրանք, ովքեր կանչում են Տիրոջ անունը, պաշտամունք են անում Հիսուս Քրիստոսի անունով, ամենտեղ կանչում են Հիսուս Քրիստոսի անունը։ Թող մենք էլ մասնակցենք այդ պաշտամունքին Հիսուս Քրիստոսի անվանը եւ հասկանանք, որ ինչպես Իսրայելը, չնայած մինչև այդ կար 70 ազգեր եւ այլն կոչվում է Աստծո Անդրանիկ որդին, այնպես էլ հիմա եկեղեցին կոչվում է Աստծո Անդրանիկ որդին եւ բոլորս, բոլոր փրկվածներս կոչվում ենք Անդրանիկներ։ Եվ փրկության մասին խոսելիս մենք տեսնում ենք այս խոսքերը։ Ես էլ կարդամ եւ այսքանով ավարտենք։ Երկնքում գրված Անդրանիկների հանդեսին, այսինքն երբ որ հանդես անեն բոլոր փրկվածները, այնտեղ են եւ կոչվում են
անդրանիկներ, բոլորը անդրանիկությունը նրանք կարողացան, ինչպես գրված է, պոռնիկ եւ շնացող եւ փորի եւ պղծությանը երկրպագող, այսպես ասած, անդրանիկությունը ծախող եսավների շրջապատում նրանք կոչվում են Հակոբներ, Իսրայելներ, որոնք ձեռք են բերել անդրանիկությունը եւ պահում են այն, ինչ որ նրանք ձեռք են բերել, կռվելով, վիճելով ու հաղթելով։ Թող Աստծո օրհնությունը լինի ձեր հետ։ Կհանդիպենք հաջորդ գլխի շրջանակներում։